Կրթությունն այն հիմնական ոլորտներից է, որտեղ կան բյուջետային ավելացումներ։ 2026 թվականին այն ավելացում է գրանցել ավելի քան 16%-ով։ Հաջորդ տարվա բյուջեով մեր ոլորտներին նախատեսված պետական հատկացումները էական աճ են գրանցում, ընդ որում պետք է հիշեցնեմ, որ առաջին անգամ չի, որ մենք խոսում ենք այս ոլորտներին ամեն տարի տրվող հատկացումների աճի մասին, նման միտում նկատվում է կառավարության ծրագրի ողջ ընթացքում և 2026 թվականի բյուջեով նախատեսված է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում իրականացնել 200-ից ավել միջոցառումներ, ընդհանուր առմամբ 420 միլիարդից մի փոքր ավել գումարի չափով, և սա կազմում է 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների 11,6%-ը։ Դպրոցաշինության ոլորտում բարեփոխումները շարունակվում են։ Ըստ նախարարի 2026 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ պատրաստ կլինի հանրապետությունում գործող 308 դպրոց, 139 նոր կառուցված, 169 կապիտալ վերանորոգված։ 2025-ի 10 ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ կատարողական ունենք։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսին է աճը, 23 թվականի ընթացքում, ամբողջ 23 թվականի ընթացքում մեր կատարողականը եղել է 20 միլիարդ, 24-ին 40 միլիարդ, այսինքն կապիտալ ծախսերի կատարողականի առաջընթացը ցույց է տալիս, որ հիմա մենք մեկ եռամսյակում անում ենք այնքան կապիտալ ծախս, ինչքան նախկինում, օրինակ անցյալ տարի կարող էինք անել մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Կրթական համակարգում այս պահին բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները 594-ն են։ Նրանք ատեստավորվել են, հավաստել առարկայական իրենց գիտելիքները։ Այս պահին մենք ունենք 6300-ից ավել ուսուցիչներ, որոնք կամավոր ատեստավորված են, էապես բարձրացրել են իրենց վարձատրությունը, 8400-ից ավել ուսուցիչներ դիմել են այս տարի մասնակցելու կամավոր ատեստավորմանը, որը մեկնարկելու է հենց այս շաբաթ։ Սա նշանակում է, որ ուսուցիչների շուրջ կեսը արդեն իսկ կամ կամավոր ատեստավորված է, կամ դիմել է, որ դառնա համակարգի շահառու։ Կապիտալ վերանորոգումները կրթության ոլորտից մշակույթի ոլորտ են ձգվում։ Նախարար Անդրեասյանը ներկայացնում է մշակութային բարեփոխումները։ Մեր ներդրումներն են կապիտալ ծավալի այս ոլորտում։ Ոչ մի կառավարության կողմից մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ չեն արվել։ Եվ ես կուզեմ ընդհանրապես օրինակ թվարկել ինչ գույք լուսաձայնային սարքավորումներ, այլ անհրաժեշտ պարագաներ ենք ձեռք բերել մեր տարբեր թատրոնների համերգասրահների համար։ Սա ոչ թե կոնկրետ անձանց, կոնկրետ նպատակներով ուղղված աջակցության ծրագրեր են, բարեգործական միջոցներով, որոնք ավելի շատ PR-ին են ուղղվել, քան բովանդակային աշխատանքին, այլ սա հետևողական պետական ջանք է, որը դրվում է մշակութային կյանքի որակը փոխելու։ Հուշարձանների պահպանումը ԿԳՄՍ նախարարության օրակարգում է։ Տաթևի վանքը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Տաթևի մասով, այո, մենք ուրեմն ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը ներկայացրել էինք արտաքին գործերի նախարարություն, հիմա աշխատանք է ընթանում նախնական ցանկից հիմնական ցանկ հուշարձանը տեղափոխելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ եկող տարվա ընթացքում այդ աշխատանքները կամփոփենք, ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ուրեմն ցանկերում հուշարձաններ ընդգրկելու մեր քաղաքականությունը մենք սկսել ենք առաջին հերթին բյուջետային նման միջոցառում նախատեսելով, որը ստեղծել է հնարավորություն, որ դա դառնա ամենօրյա աշխատանք։ Նախարարի խոսքով Ծիծեռնակաբերդում վերակառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Վերակառուցումը կավարտվի մինչև 2026 թվականի ապրիլը։ Գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները եւ դրանք հենց այդ բառով էլ կոչում է մանիպուլյացիա, որովհետեւ իրականում այնինչ արվում է հիմա Ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման հետ կապված նորություն չի տեխնոլոգիական իմաստով նաև 2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով ուրեմն իրականացվել է Հուշասյան վերանորոգումը նույն տեխնոլոգիայով։ Եվս մեկ անգամ ասում եմ ու խնդրում եմ այս եթե դեռևս է տարածվում է, այդ ապատեղեկատվությունը առնվազն դադարեցնել եւ մինչեւ ապրիլ
Սա էլ եմ հատուկ ասում, որտեղ գիտեմ, որ սա էլ է մանիպուլացվում։ Մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքները ավարտվելու են։ Շարունակելով ներկայացնել կրթական բարեփոխումները, նախարարն ընդգծում է. ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերը մինչև 2030 թվականը կգործի։ Կլինեն ուսանողական հանրակացարաններ եւ բավարար պրոֆեսորադասախոսական կազմ։ Շողեր Ղրիջյան, Արմալուր։